Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20711 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 403 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ, 514 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 166 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 861 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 207, թմրանյութի հայտնաբերման 98, ֆիզիկական ներգործության 48, մարմնական վնասվածք պատճառելու 43, հոգեկան ներգործության անձնական ունեցվածքի գողության 34, խարդախության 33, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 35 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 56 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 18 դեպք, 7 օրում գրանցված 81 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 100-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 599 դեպք, 164 արտակարգ, մասնավորապես հրդեհի 86, հրդեհի ծագման սպառնելիքի 15, ճանապարհատրանսպորտային պատահարի 42, կենցաղային կանչի 191 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 158 դեպք, փրկարարների օգնություն են ցուցաբերել 248 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները բացահայտել են Գեղարդավանքից կատարված գողությունը։ Փետրվարի 26-ին ոստիկանությունը ահազանգ է ստացվել այն մասին, որ 2 օր առաջ ժամը 9:15-ից մինչև 9:35 ընկաժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք եւ Գանձանակից հափշտակել մոտ 1 միլիոն դրամ։ Մեկնել են համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ, որոնք Գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա հետքերը թաքցնելու նպատակով սոսնձել են կապարակնիքը, վերականգնելով Գանձանակի տեսքը եւ դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել եւ խոստովանել է կատարածը։ Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Գողության նպատակով կոտրում էր մեքենաների դռան Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի կեսերից պարբերաբար ստացվում էին ահազանգեր, որ վարչական շրջանի տարբեր փողոցներում ու բակերում կայանված ավտոմեքենաներից կատարել են գողություններ։ Ձեռագիրը նույնն էր, ամեն անգամ գիշերային ժամերին կոտրում էին մեքենայի դռան ու սրահից գողանում իրեր։ Այս հանգամանքը կասկած չէր թողնում, որ բոլոր արարքները նույն անձի կամ անձանց գործն է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 25-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները եւ համագործակցելով Երևանի գնդի պարեկների հետ առավոտյան ժամը 6:05-ին Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին եւ բաժին տեղափոխեցին Մայրաքաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ինչպես գողոն, նույնականացման եւ բանկային քարտեր, կնոջ մատանի, այնպես էլ հանցագործության գործիքներ, պտուտակահան, լար կտրող գործիք ու երկաթե մահակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել է 30-ամյա տղամարդու կողմից մեքենայի ապակին կոտրելու եւ սրահից գողություն կատարելու 13 դեպք։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։ Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում եւ իրացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչի արդյունքում պետությանը եւ համայնքին պատճառվել է գույքային վնաս։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել եւ տեղափոխվել են քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ապօրինի արդյունահանված հանքանյութով բեռնված 3 բեռնատար տեղափոխվել է վարչության պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ապորինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա, ԿՕԳՎ բացահայտում է։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին քննչական կոմիտեի, մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 23-ին ժամը 15-ին քրեական ոստիկանները համագործակցելով բարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին 1 կիլոգրամ մարիխուանա տեղադրելու պահին ձերբակալել են 25-ամյա երիտասարդին եւ իր վարած Opel Magnus-ի մեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խոզարկություններ են կատարվել տղամարդու վարած ավտոմեքենայում եւ բնակարանում։ Հայտնաբերվել է մարիխուանայով լցված 17 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 17 կիլոգրամ էր։ Փետրվարի 26-ին երիտասարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։